Ողջույն հարգելիներ, YouTube-յան մալիքում ես տեղադրել եմ տեսանյութ, որտեղ ես կլասիկ տաբատի գծագիրը փոփոխում եմ եւ դարձնում եմ այն սպորտային, ասեմ, որ այս տաբատը տղամարդու տաբատ է։ Այստեղ ես հիշեցնեմ, որ իջեցրել է 3 սանտիմետր այս կորգիծը եւ առաջամասից եւ հետեւամասից։ Այստեղ նախքան պրիմերկան ես արդեն մտովի այն նեղացրել է, ավելի ճիշտ ուղիղ գիծ է դարձրել եւ պարզվեց, որ դա ավելի լավ կլինի, որովհետեւ եթե նեղացնում ենք ծնկի մասով, նախորդ տեսանյութի մեջ YouTube-ում որ տեղադրել եմ այնտեղ, ուրեմն դրա մասին ես խոսում եմ, որ նեղացրել եմ այս հատվածը դարձնելով այն տուրբա։ Բնականաբար ուզում ենք, որ այս հատվածն լինի ավելի կոկիկ։ Ստացվում է այս գիծը հնարավորինս ուղիղ գիծ եմ արել, որ շարունակական լինի, ու համարյա, եթե նայեք այսպես անեմ, գիծը այսպես կգնա, բնականաբար կնեղանա այս հատվածը, ու ես գիծը դրել եմ այնպես, որ գոնե ինչ-որ մի հատ ուղիղ գիծ ստանամ, ավելի լավ կլինի։ Այստեղ իհարկե հաշվի ենք առնում մարդու կազմվածքը, տղամարդիկ կոնքեր չունեն արտահայտված, դրա համար դա նորմալ է։ Իջեցնում եմ գոտկատեղի մակարդակը, որովհետև տղամարդկաց մեծ մասը կրում է իջեցված գոտկատեղով, կամ նայեք ավելի շատ գոտկատեղի մակարդակում նույնիսկ բարձր կարող է լինել, դա հաշվի ենք առնում։ Ընդհանրապես ինչու եմ կատարում նմանատիպ աշխատանքներ, մի օրինակի վրա ես մշակում եմ ամբողջությամբ լեկալը, արդեն մշակված լեկալով կարելի է կարել արդեն բազմաթիվ այլ մոդելներ, փոփոխելով իհարկե լեկալը, կարող է լինել լամպասով, կտրվածքներով, ռելիեֆային կարերով եւ այլն։ Այդ դեպքում էլ պետք չի լինի կատարել փորձեր։ Փորձի ընթացքում ստացվում է այստեղ միակ փոփոխությունը, որ ես կատարել եմ, իջացնելու եմ այս գոտկատեղի գիծը։